Հարգելի հեռուստադիտողներ, ուղիղ տեսակապով զրուցելու ենք անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանի հետ։ Ողջույն, պարոն Քոչինյան։ Բարև ձեզ։ Մենք զրուցելու ենք վերջին իրադարձությունների մասին Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման։ Ես ուզում եմ հեռուստադիտողներին առաջարկել նաև Արեգ Քոչինյանի մեկնաբանություններին շատ հրատապ ծանոթանալ Տելեգրամի նրա ալիքում։ Պարոն Քոչինյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք այդ տեքստում մեր հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք, ըստ էության հոդված առ հոդված այն հրապարակված է եւ կարելի է ասել, որ հանրությանը ծանոթ է այդ բովանդակությանը, պատրաստ ենք սկսել քննարկումները ստորագրման ժամկետների եւ տեղի մասին, ասում է վարչապետը։ Ես բերեմ նաև Բաքվի վերջին մեկնաբանությունը, արտգործնախարարությունը նշել է, որ բանակցությունները ավարտված են, ուշադրություն ենք հրավիրում Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշման վրա, որ բանակցությունների տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելն է, Ադրբեջանի ինքնիշխանության տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները վերացնելու նպատակով միաժամանակ Մինսկի խումբը պետք է լուծարվի, բայց նաև Բաքուն պատրաստ է երկկողմ երկխոսությունը բոլոր հարցերի շուրջ, ինչպես եք մեկնաբանում։ Ես կարծում եմ, որ մի քանի կետ կա, որոնք հիմա կարևոր է արձանագրել։ Առաջինը երկու կետերը, որոնք որ Հայաստանը ըստ էության համաձայնվեց Ադրբեջանի ներկայացրած ուրեմն մոտեցումներին, տրամաբանությանը, դրանցից մեկը վերաբերում է ԵՄ դիտորդական առաքելությանը, փաստացի է վերաբերում, իհարկե ձևակերպումը այնտեղ հետևյալն է, որ երրորդ երկրների ուժերը հայ-ադրբեջանական սահմանին, բայց փաստացի դա վերաբերվում է ըստ ԵՄ դիտորդական առաքելությանը եւ երկրորդ կետը, որը վերաբերում է միջազգային դատական նացիաներից հայցեր հետ կանչելուն եւ միմյանց դեմ դիվանագիտական պատերազմներ չշարունակելուն, չվարելուն, այդ երկու կետերի վերաբերյալ համաձայնությունը մենք շատ կարեւոր է որ ֆիքսենք, որ չի վերաբերվում հենց այսօրվան, այսինքն այնպես չի, որ ԵՄ դիտորդական առաքելությունը այսօրվանից սկսում է լքել հայ-ադրբեջանական սահմանը։ Նման բան չկա։ Նախ պայմանագիրը պետք է ստորագրվի, վավերացվի, դրույթները մտնեն ուժի մեջ, նոր կարող ենք խոսել, որ դիտորդական առաքելությունը պետք է այլևս բուն սահմանի վերահսկողությամբ չզբաղվի։ Ընդ որում, սա մի քանի շերտ կա ԵՄ դիտորդական առաքելության հետ կապված։ Առաջինը, ինչ է նշանակում սահման։ Օրինակ, եթե ԵՄ դիտորդական առաքելությունը իր պատրոլը անցկացնի, իր ուրեմն բարեկությունը անցկացնի սահմանից 1 կիլոմետր խորության վրա, արդյոք դա դեռ սահման է։ Իսկ եթե 3 կիլոմետր խորության վրա, դա դեռ սահման է, թե սահման չի։ Այնպես որ այս դրույթը չի վերաբերվում որևէ կերպ կարծիքով ԵՄ դիտորդական առաքելության Հայաստանից հանելուն։ Այդ դրույթը վերաբերվում է բուն սահմանի ռեժիմին։ Երբ որ մենք նաև հաշվի ենք առնում, որ Ադրբեջանը եւ դրան հիմա կմոտենա, էլի այդ սահմանության հետ կապված հայտարարություն, առանձնապես ոնց որ թե չի վրազում օրինակ մեզ տեղ ուժամ ասել, թե որտեղ են գնում ստորագրելու, դա նշանակում է, որ սա նույնիսկ էլ ավելի ուրեմն հերու ընթացքի մասին է, նաև եթե հաշվի առնենք, որ սրան զուգահեռ կարա տեղի ունենա դելիմիտացիա դեմարկացիայի գործընթաց, սա կարա հայտնի չափով նշանակի, որ ի վերջո տեղի ունենան օրինակ ամեն ինչ որ Հայաստանն է ասում, որ բոլոր այն հատվածները, որոնք որ դելիմիտացված դեմարկացված են, այդտեղից ուրեմն դուրս է գալիս։ Առաջին հարային արձագանքը այն էր, որ ԵՄ դիտորդները դուրս են գալու հենց հիմա եւ այսօր կամ պայմանագրի։ Դա հիմարություն է, նման բան չկա, դա հիմա շատ անիմաստ արձագանք է։ Ընդհանրապես այդ պանիկյորների ժամանակը արդեն անցել է, այդ պանիկյորներին պետք է լռել, թողել, որ մարդիկ գործով զբաղվեն, հա։ Հիմա այդ առաջին դրույթի վերաբերյալ դիտորդական առաքելության վերաբերյալ, այսինքն նորից ըստ էության դիտորդական առաքելությունը դուրս է գալիս սահմանից մենակ մի պարագայում, երբ որ կա այլևս կնքված, ստորագրված ու հավերացված խաղաղության պայմանագիր, որը Ռոբերտ շատ ավելի մեծ երաշխիք է անվտանգության, քան այդ դիտորդական առաքելությունը։ Հասկանում եք, երբ որ դու ունես որևէ երկրի կնքված խաղաղության պայմանագիր, դա շատ ավելի մեծ խաղաղության ռեժիմ է կամ շատ ավելի բարձր խաղաղության ռեժիմ է, քանի որ այնտեղ կա մի հատ դիտորդական առաքելություն։ Ի վերջո մենք դեսեք մի անգամ չի որ խոսել ենք, որ ոչ պետք է գերագնահատել, ոչ թերագնահատել ԵՄ դիտորդական առաքելությունը։ Ու նաև սա չի նշանակում նորից եմ ուզում կգնել, որ եվրոպական առաքելությունը դուրս է գալու Հայաստանից, որտեղ այդ առաքելությունը կարող լինի ոչ միայն դիտորդական։ Մենք անվտանգության գործում հազար ուրիշ գործ ունենք, որոնք կարող են խնդրել մեր եվրոպացի գործընկերներին մեզ աջակցել։ Եվ խաղաղության պայմանագիրը ավելի բարձր անվտանգային ռեժիմը նորից խաղաղության պայմանագիրը ավելի բարձր անվտանգային ռեժիմ է, քան դիտորդական առաքելությունը։ Մեկ եւ երկրորդը
պետք է հասկանանք եւ ադրբեջանցիների հետ միասին ինչ է նշանակում սահման։ Օրինակ, եթե դիտորդական առաքելությունը սահմանից 1 կիլոմետր խորության վրա է գտնվում, դա դեռևս սահման է, թե սահման չի, հա։ Հիմա այս առաջին մասով։ Հիմա ինչ կապված է ուրեմն միջազգային դատական հայցի հետ կապված, ես ըստ թվում մի անգամ չի, որի մոտեցումը ուրեմն եւ հանրային եւ այսպես փակ խոսակցությունում կարելի գործընկերների հետ ասել եմ, որ ես առանձնապես այսպես մեծ հույսեր, հավատ չեմ էլ կապում այդ գործընթացների հետ։ Ես ուզում եմ հիշեցնել բոլոր այդ իրավապաշտպան կազմակերպություններին, բոլոր գործընկերներին, որոնք որ մեծ հույսեր են կապում այդ գործընթացից, ոնց է շատ հարգում եմ, որ կա Իսրայելի վարչապետ Նետանյահու, կա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, որոնց ընդհանրապես իրենց գործով որոշում կա դատան, իրանք հետախուզման մեջ են այս պայծրության, բայց ոչ թե իրենց գործնական նախանգարում, ոչ իրենց արտաքին քաղաքականության նախանգարում, ոչ իրենց ճանապարհորդության նախանգարում, եւ իմ կարծիքով մեղմ ասած ուռճացված են բոլոր այն պատկերացումները, թե մեր իրավապաշտպանները հեսա գնալու են Բաքվում Ալիևին ձերբակալելու օրդեր են ստանալու, ասենց բզից բռնելու են Ալիևին եւ տանելու են Հագա դատելու են։ Հասկանում եք այդ Գնեք, ես հասկացա ձեր այդ ակնարկը, բայց մարդիկ ասում են սա ագրեսիաների հետագա բացառման լավ գործիք է, Ադրբեջանը կհասկանա, որ կա մի գործիքակազմ, որին Հայաստանը կարող է դիմել եւ չարժի միջազգային հայցերը հետ կանչել։ Եթե նորից մարդիկ ոնց որ առաջնայինը կարա երկրորդայինից ընդհանրապես գործընթացները չեն հասկանում։ Հիմա եթե Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, դա խաղաղության պայմանագրի խախտում է, ու այդ պարագայում Հայաստանը կարողանում է նորից գնալ միջազգային դատարան եւ ասել, որ գիտեք Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ավելի նույնիսկ սա բերքերի իրականորեն ուժեղացնում է, որտեղ այդ դեպքում մենք ունենում ենք խաղաղության պայմանագիր, Ադրբեջանը այդ խաղաղության պայմանագիրը խախտում է, մենք էլ ասում ենք, մարդկանց այդ բանը ենք պայմանավորվել խաղաղության պայմանագիրը ենք ստորագրել ձեր բոլորի առաջ, մատներ իրանք հարձակվել են։ Իսկ մարդկանց մոտ ինչ-որ տպավորություն է, որ թե խաղաղության պայմանագիրը ստորագրում ենք ու Ադրբեջանը խախտում է, մենք այ մեր ձեռքերը այսպես կապված են լինելու եւ որևէ դատարան դիմելու չենք կարողանալու։ Այս մեկ եւ երկրորդը ես նույնիսկ եմ ուզում ասել, էլի։ Հիմա իսկապես ինչու մեկը մտածում է, որ մենք ամենալավ այսպես ճոխ դատարանում ճոխ ձևով սենց հաղթելու ենք ու գնալու են Ալիևին ձերբակալելու են ադրբեջանցիներին հանելու են Ղարաբաղից, հայերեն մտնելու են Ղարաբաղ։ Դե լուրջ չի, չէ՞ այդ ամեն ինչը։ Ցանկալին իրականի հետ շփոթելու արդյունքում հրաժարվել իրական գործընթացներից, այդ մոտապես այնա ինչ որ մենք արել ենք վերջին 200 տարվա մեջ, որի արդյունքում ստացել ենք այս կոտրված տաշտակը։ Իսկ կանխարգելման տրամաբանությամբ չարժի թողնել այդ հայցերը։ Երկու բան ստեղ առաջինը հայցերը փոխադարձաբար են դուրս գալիս, այսինքն նաև բոլոր այն հայցերը, որոնք որ Ադրբեջանը դիմել է կամ կարող է դիմել Հայաստանի դեմ, դրանք նույնպես են դուրս գալիս եւ ինչ վերաբերվում է կանխարգելմանը, նորից եմ ուզում կրկնել, ժողովուրդ, խաղաղության պայմանագիրը ավելի մեծ, ավելի բարձր ուրեմն երաշխիք է խաղաղության, քան սահմանին կանգնած դիտորդները կամ միմյանց դեմ դատական գործերը։ Ինչ վերաբերվում է հնարավոր խախտումներին եւ երաշխիքներին, որոնք մավոր տարբեր մարդիկ չոր երաշխիքներ հիմա ասում։ Նախ միջազգային հարաբերությունում երաշխիք բառ չկա։ Ասեմ ավելին, վերջին անգամ երբ որ մեկին երաշխիք հատվել, եղել է Բուդապեշտի համաձայնագիրը, որով որ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխիքն էին տվել։ Ինչով ավարտվեց դա Ուկրաինայի համար։ Իսկ հիմա եթե ինչ-որ մեկ ասում է, բա որն է երաշխիքը, չկա երաշխիք։ Չկա, մի ստորագրեք։ Երաշխիք չկա, մի ստորագրեք, մնանք այս վիճակում։ Հիմա որն ավելի լավ, Ադրբեջանի հետ ունենալ խաղաղության պայմանագիր, թե Ադրբեջանի հետ չունենալ խաղաղության պայմանագիր։ Սրանցից որն է ավելի լավ։ Բայց կլինի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր, նրանց արտգործնախարարությունն էլ քիչ առաջ տարածած հայտարարությունում նշում է, որ Հայաստանը ըստ պետք է փոխի սահմանադրությունը։ Շատ լավ, հիմա գանք ամենակարևոր հարցին։ Ավարտեմ, եթե նույնիսկ Հայաստանի իշխանությունը մտադիր է սահմանադրությունը փոխել 26 թվին, դեռ պետք հարց է ժողովուրդը այո կասի թե ոչ, դա չի նշանակում, որ լավագույն դեպքում այդ պայմանագիրը կարա ստորագրվի 1 տարուց եւ ոչ հիմա, որովհետեւ լավագույն դեպքում 1 տարուց է ստորագրվելու պայմանագիրը։ Շատ ճիշտ եք, շատ ճիշտ եք։ Ամենակարևոր մասին իրականում հասակ, հիմա տեսեք ինչա ստացվում է հետեւյալը, որ կա այլևս խաղաղության պայմանագրի տեքստ, ի տարբերություն նախորդ վիճակի, երբ որ մենք օրինակ մեր միջազգային գործընկերներին ամբողջ աշխարհին ասում ենք, որ դե բանակցում ենք, երկու կետ մնացել, չեն կարողանում համաձայնության գալ։ Հիմա կա խաղաղության պայմանագրի տեքստ, ընդ որում այդ տեքստը առաջացել է այն բանի արդյունքում, որ Հայաստանը համաձայնվել է Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի տեքստին։ Այ մենք ասել ենք, այ ո՞նց եք դուք առաջարկում, այ տեքստին համաձայն եք, հա։ Ու եւ հիմա ես կարծում եմ Հայաստանի արժեվ ամենակարևոր խնդիրը որն է։ Վաշինգտոնում, Բրյուսելում, գուցե ամենակարևորը Անկարայում բոլորի հետ աշխատել եւ բոլորին ներկայացնել այս իրավիճակը, որ Հայաստանը համաձայնվել է Ադրբեջանի առաջարկած խաղաղության տեքստին
Բայց բանակցային սեղանի շուրջ նման կետ երբևիցե չի քննարկվել։ Եվ հիմա, երբ որ մենք համաձայնվում ենք իրենց ուրեմն առաջարկած տեքստին, ամբողջ աշխարհից մենք պետք է սա կարողանանք կոմունիկացնել եւ նույնիսկ ուզում կրկնել, հատկապես Անկարայում, որ մենք համաձայն ենք, պատրաստ ենք, բերեք ստորագրենք։ Որտեղ ենք ստորագրում, բերեք։ Ես ուզում եմ հիշեցնել Անկարայի ուղղությամբ վերջին զարգացումները ոչ միայն թուրք լրագրողների այս Հայաստանի Հանրապետություն եւ Մարգարայի անցակետ Հայաստան-Թուրքիա սահման, այլև Իլհամ Ալիև Էրդողան վերջին հանդիպումը, որի ժամանակ վստահաբար քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, այդ Թուրքիայի մոտեցումները այսօր ինչպիսին են, պարոն Քոչինյան, արդյոք կարող է հետևել այս process-ին թուրքական սահմանի բացում, թե Ադրբեջանը էլի չի ստորագրի պայմանագիր, էլի Թուրքիային կհարկադրի սահմանը չբացել, այսինքն այս անորոշությունը կշարունակվի։ Պարոն Անանյան, դա դուք կտա ժամանակը եւ դա մեծագույն առումով ես կարծում եմ կախված է ուրեմն Հայաստանի բարվող արտաքին քաղաքականությունից եւ Հայաստանի դրած ջանքերից։ Օրինակի համար ես կարծում եմ հիմա շատ հարմար պահ է, որպեսզի կազմակերպվի Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Անկարա։ Այ հենց ձեր ասած թեմաները քննարկելու համար։ Հիմա այն փուլն է, երբ որ մենք այս նոր ստեղծված իրավիճակը, երբ որ մենք ասում ենք պատրաստ ենք, բերեք ստորագրենք, այս իրավիճակը մենք կարողանանք լավագույնս աշխատեցնել միջազգային հանրության եւ երրորդ անգամ եմ ուզում նշել առաջին հերթին Անկարայի հետ։ Անկարայի այսպես մոտիվացիան ո՞րն է Հայաստանի հետ որոշակի հարաբերություններ զարգացնել, չսպասելով պայմանագրի կնքման հարաբերություններ չեն դուժի, այսինքն մոտիվացիա ունեն։ Եթե մենք խոսում ենք բուն շահից, ապա շահեր կան։ Տեսեք, ինչքան որ Թուրքիան է մեզ համար կարևոր դեպի արևմուտք մեր նպատակների եւ ցանկությունների մեջ։ Ես ուզում եմ մենք անկեղծ խոսենք, էլի Հայաստանի եվրոպական ինտեգրացիա եւ անդամակցություն, այս ամեն ինչը ակտուալ է եւ հնարավոր է մի պարագայում։ Եթե հաջողական սահմանը բաց է, պետք է լինի հնարավորություն, որ ես բեռը Երևանում երկաթուղու վրա դնեմ, այդ բեռը հասնի Բերլին, կամ այդ բեռը հասնի Փարիզ, կամ այդ բեռը հասնի Աթենք։ Այդ հնարավորը միայն հաջողական սահմանի բացման պարագայում, որտեղ հակառակ պարագայում դա պետք է գնա Վրաստան, այնտեղ Փոթի, Նավ, Բուլղարիա, ես չգիտեմ ինչ, այդ լուրջ չի։ Մանավանդ հենց մատեր հասվի արեք թե վրացիքի մոտ ինչ է կատարվում, հա։ Նույնքան էլ ես կարծում եմ Թուրքիայի համար կարևոր է Հայաստանը, ինչու՞, որտեղ Հայաստանն է Թուրքիայի ամենակարճ ճանապարհը դեպի արևելք, դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանով է Միջին Ասիա։ Հայաստանով հնարավոր անցնող ճանապարհը էականորեն ավելի կարճ է Վրաստանով անցնող ճանապարհից եւ Իրանով անցնող ճանապարհից։ Սա շատ կարևոր է։ Այս մասով։ Հիմա ինչ վերաբերվում է հարաբերությունների ուժը չդժորոս։ Տեսեք, մեզ շատ երկար ժամանակ թուրքական կողմը թե խորհրդապահական խողովակներով թե հրապարակավ ասում է հետեւյալը. մեզ պետքա որպեսզի դուք խաղաղության պայմանագիր ստորագրեք Ադրբեջանի հետ, այդ ժամանակ մենք ուրիշ պարտք ու պահանջ չունենք, պատրաստ ենք կարգավորման։ Ճիշտ է։ Հիմա Հայաստանը ինչ է ասում, ասում է հարգելի գործընկերներ, մենք պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիր, ավելին պատրաստ ենք ստորագրել այն տեքստը, որը մեզ առաջարկում է Թուրքիա, ներողություն, Ադրբեջանը։ Այ իրանք մեզ ուղարկել են վերջին անգամ փաթեթը, ասել ենք համաձայն ենք, այդ ձեր ուղարկած փաթեթներ պատրաստ ենք ստորագրել։ Բայց մենք ինչ անենք։ Հասկանում եք։ Բայց այստեղ Թուրքիան կարող է ասել ինչ անեք, փոխեք սահմանադրությունը, դա էլ բավարարեք։ Այդտեղ երկու հատ հարց կա։ Առաջինը, իսկ ինչու Ադրբեջանը երբևիցե մեզ այդ բանակցություններում այդ հարցը չի բարձրացրել եւ հիմա նորից սկսում բանակցել, իսկ դուք չեք զգում, որ ամբողջ տարածաշրջանը դառնում է Ադրբեջանի մանկական տրավմաների ու ցանկությունների գերին, այս առաջինը, եւ երկրորդը մենք սահմանադրական դատանի որոշում ունենք, որը ցույց է տալիս, որ որևէ խնդիր Հայաստանի սահմանության մեջ չկա։ Ադրբեջանի մտահոգությունը որն է, որ այդ խաղաղության պայմանագիրը կլինի հակասահմանադրական։ Ճիշտ է, մենք առաջարկում ենք եկեք ստորագրենք մեր սահմանադրության համաձայն այդ խաղաղության պայմանագիրը այսպես թե այնպես պետք է գնա սահմանադրական դատան միջև խորհրդարանի կողմից վավերացում եւ մեր սահմանադրական դատանը կասի այդ խաղաղության պայմանագիրը սահմանադրական է թե սահմանադրական չի ավելին ձեզ ասեմ ըստ Հայաստանի սահմանադրության որ պահից Հայաստանի սահմանադրական դատանը որոշեց որ այդ խաղաղության պայմանագիրը սահմանադրական է այլևս երբեք այդ նույն հարցով հնարավոր չի լինելու գնալ սահմանադրական դատան որ մի հատ էլ հետո օրինակ 20 տարուց դա ճանաչել հակասահմանադրական այսինքն Ադրբեջանի այն կետը թե հիմա կասեն սահմանադրական է 20 տարի հետո կասեն հակասահմանադրական է երբ որ ուժեղացած կրեն ինքը բրեդ է ինքը անլրջություն է հասկանում եք այս ամեն ինչը մենք պետք է կարողանանք կոմունիկացնել բոլորի հետ բայց պայմանագիրը ստորագրողը Ադրբեջանն է պարոն Քոչինյան ամեն դեպքում իհարկե պայմանագիրը ստորագրողը Ադրբեջանն է բայց դրան զուգահեռ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորողն է Թուրքիան
Դե այդտեղ պետք է հասկանալ Թուրքիան առաջ կանցնի Ադրբեջանից։ Պետք է հասկանալ, բայց ես ինչ եմ ասում, այս նոր իրողությունից ելնելով հիմա շատ լուրջ աշխատանք կա անելու բոլորի հետ, այդ թվում է Թուրքիայի։ Իսկ սահմանադրություն փոխելու հարցը Ադրբեջան ձեր կարծիքով ինչու էլի նշեց, հիշատակեց հենց այսօր 15 րոպե առաջ, երբ որ երկու կողմն էլ ասացին, որ Իմ համաձայն ընկալմամբ, իմ ընկալմամբ Ադրբեջանը այս պահեդրությամբ չեմ կարող ասել ինչ ժամկետով, երկարաժամկետ մոտեցում ասա, կարճաժամկետ թե միջնաժամկետ, բայց այս պայծրությամբ Ադրբեջանը ուզում է այս գոյություն ունեցող իրավիճակի շարունակություն։ Այս գոյություն ունեցող իրավիճակը մենք դες խոսել ենք, մենք սա անվանում ենք ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակ, ստատուս քվո եթե կուզեք։ Հիմա այս իրավիճակը Ադրբեջանին ձեռա տալիս, որովհետև միջազգային իրավիճակի այսպես էսկալացիայի պարագայում ինքն էլ կարա գնա էսկալացիայի, եթե պետք կլինի գնա խաղաղության, եթե պետք կլինի այսպես է կշարունակի։ Սա կարա ինքը փորձի վաճառել Եվրոպայի վրա, նահանգների վրա, Իրանի վրա, Թուրքիայի վրա եւ այլն եւ այլն։ Այսինքն Ադրբեջանը դեռևս ինչ որ գին է ուզում։ Ընդ որում ոնց որ թե այդ գինը մեզնից չի ուզում։ Մյուս խաղացողներից է ուզում, ովքեր որ նույնպես հետաքրքրված են հարավային ուրեմն Կովկասում կարգավորումներով։ Դրան զուգահեռ ինչ պետք է անի Հայաստանը, պետք է հնարավորինս ապա լեգիտիմ, ապա այսպես օրինական դարձնի, ապա տրամաբանական դարձնի, բոլորի աչքում այսպես բացարձակ անհեթեթ դարձնի հնարավոր բոլոր ագրեսիաներ Ադրբեջանի կողմից, ինչը եւս այսօր արվել է։ Հասկանում եք, երբ որ կողմերից մեկը հայտարարում է, որ ինքը պատրաստ է ձեր առաջարկած խաղաղության ամենագրին դրանց ու դուք իր վրա օրինակ հարձակվում եք, այդ ինչքան էլ որ միջազգային հարաբերությունները հիմա բոլորովին այլ տրամաբանության մեջ են, ավելի ուժեղ ռեակցիա կառաջացնի, ես կարծում եմ։ Նշանակում է, որ ամեն դեպքում մենք առաջիկան պայմանագրի ստորագրման ականատես չենք լինելու, չնայած 17 կետը համաձայնեցված է համարվում։ Ես վստահ չէի լինի այդ հարցում, իհարկե մենք տեսնում ենք Ադրբեջանի հայտարարությունը, բայց ես ինչպես նշեցի, ես չեմ կարծում, որ այնտեղ խնդիրը հենց համադրությունն է, ես կարծում եմ, որ խնդիրը իրավիճակն է, կոնյունկտուրան է միջազգային եւ այդ կոնյունկտուրայից լավագույնս օգտվելու Ադրբեջանի ցանկությունն է, բայց այդ կոնյունկտուրան կարա փոխվի։ Այնպես որ ասել, որ չի ստորագրվելու, ինձ թվում է դա մի քիչ բան է, այսպես ինքնավստահ կլինի նման բան ասել։ Ինչպես է ինքնավստահ կլինի ասել, որ ստորագրվելու է։ Դա փոփոխական մեծություն է, այսպես ասենք։ Իսկ կարող է Հայաստանի իշխանությունը երաշխիք տալ, որ 26 թվին սահմանադրությունը կփոխվի, եկեք հիմա ստորագրենք, այդպիսի տեսակ։ Պարոն Անյան, կտրվեց ձեր ձայնը, նորից կասեք։ Այո, իսկ կարող է Հայաստանի իշխանությունը տալ երաշխիք, որ 26 թվին կփոխվի սահմանադրությունը, եկեք հիմա ստորագրենք, հաշվի առնելով, որ պայմանագիր ունենալ Ադրբեջանի հետ, նաև Հայաստանի կառավարությանն է ձեռնտու 26 թվի ընտրությունների նախաշեմին ցույց տալ եւ ձեռքբերումներից խոսել օրինակ։ Պարոն Անյան, դուք ձեր հարցերով միշտ ապացուցում եք, որ դուք շատ ավելի լայն քաղաքական մտահորիզոն եւ քաղաքական պատկերացում ունեք, քան Հայաստանում քաղաքագետների, փորձագետների եւ քաղաքական գործիչների մոտավորապես 90%-ը, եթե ոչ ավելին։ Շնորհակալություն, բայց դուք իմ հարցին չպատասխանեցիք։ Ես ձեր հարցին պատասխանեցի։ Շնորհակալ եմ, եթե ավելացնելու բան ունեք։ Ինձ թվում է ամեն ինչ ասացինք։ Շնորհակալ եմ, կսպասենք ձեզ Ես եմ շնորհակալ։ հետագայում էլի խոսենք։ Անպայման։ Զրուցում ենք Արեգ Քոչինյանի հետ։